Ազատությունից զրկված անձի ինչպես ինքնասպանության ինքնավնասման ռիսկի կառավարման, այնպես էլ ընդհանուր առմամբ վերասոցիալականացման և քրեակատավական հիմնարկում գտնվելու ընթացքում նրա հետ իրականացվող մասնագիտական աշխատանքների պարագայում առաջնային նշանակություն և կարևորություն ունի հոգեբան-հոգեբուժ համագործակցությունը։ Ուզում եմ նշել, որ քանի որ մենք ունենք ազատությունից զրկված անձինք, ովքեր ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, հատկապես իրենց հետ աշխատանքի պարագայում, բնականաբար հոգեբուժների մոտեցումները, տեսակետները, մասնագիտական ցուցումները և առաջարկները առաջնային նշանակություն պետք է ունենան և պետք է ղեկավարեն այդ անձի հետ իրականացվող գործընթացները։ Այս պարագայում թերևս հոգեբանների գործունեությունը երկրորդ պլանով է ընթանում, դա իհարկե չի վերաբերում նրան, որ հոգեբանների աշխատանքը պակաս կարևոր է, ոչ, այլ խոսքը վերաբերում է նրան, որ առաջնային նշանակություն և մասնագիտական առաջնորդություն պետք է դրսևորի հենց հոգեբուժը, հատկապես եթե մենք խոսում ենք այն անձանց մասին, ովքեր ստանում են հոգեմետ դեղորայք։ Այս պարագայում նույնիսկ ժամային առումով, թե երբ պետք է հոգեբանը իր կողմից մասնագիտական աշխատանքը իրականացնի, դա պետք է լինի հոգեբուժի ցուցումով։ Ուզում եմ նշել, որ այս առումով ևս մենք բավականին խնդրահարույց դեպքեր ունենում ենք, պայմանավորված այդ արդյունավետ համագործակցության խնդիրներով, բայց ներկայում և քրեակատարողական ծառայությունը և քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ը միտված են նրան, որպեսզի նմանատիպ խնդիրները հասցվեն մինիմումի, ասեմ ավելին, այս գործընթացում մեզ փորձում է օգնել Եվրոպայի խորհուրդը և ներկայում նախապատրաստվում են ընթացակարգերի սահմանումներ, թե ինչպիսին պետք է լինի հոգեբան և հոգեբուժ արդյունավետ համագործակցությունը։